Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 23-րդ տուրի տեսությունը։ Այս մրցափուլը անցավ բավական գոլառատ պայքարում, առաջին հանդիպումն էլ կայացավ Արարատի ու Վանակի կենտրոնական մարզական ակումբի միջև 25-րդ րոպեին բավական գեղեցիկ գրոյից հետո հանդիպման հաշիվը բացեց Գոր Լուլուկյանը Բոնիֆեյսը այս դրվագում գոլային փոխանցում կատարեց, Լուլուկյանն էլ ընթացիկ մրցաշրջանում Fastex Premier League-ում խփեց իր առաջին գոլը։ Ընդամենը 3 րոպե անց ԲԿՄ-ն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Արայիկ Ելոյանի փոխանցումից հետո Դավիթ Հակոբյանը աչքի ընկավ դարպասի գրավմամբ, նա ընթացիկ մրցաշրջանում արդեն 4 գոլ է խփել ու կատարել է 1 գոլային փոխանցում։ Շատ հետաքրքիր պայքարում անցավ հանդիպումը։ Արվածները շատ էին, վտանգավոր պահերը շատ էին, Արարատը 11 արված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, ԲԿՄ-ն ընդամենը 6-ը 4 արված Արարատը կատարեց մրցակցի դարպասին, ԲԿՄ-ն էլ 2-ը ու իրադարձություններից առաջ ընկնելով նշեմ, որ այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, ճիշտ է, գոլային պահերը շատ էին, դրանցից մեկը տեսանք կարող էր առաջ անցնել հաշվի մեջ Արարատը, բայց փոքրիկ շեղության գնդակը դուրս եկավ խաղադաշտից, արդյունքում հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացավ Փյունիկի եւ Շիրակի միջև խաղի 12-րդ րոպեին Սանի Բուհարի բացեց խաղի հաշիվը, Փյունիկը մինչև այս հանդիպումը Fastex Premier League-ում 2 անմիջ պարտություն էր կրել, զիջել էր անմիջական մրցակիցներին, Արարատ Արմենիային էր պարտվել 1-2 հաշվով եւ 0-3 հաշվով էլ պարտվել էր Ուրարտուին, բայց Փյունիկը այս խաղում բավական լավ տպավորություն թողեց ու կարողացավ առավելության հասնել 6-1 հաշվով։ Հանդիպման 21-րդ րոպեին Փյունիկի երկրորդ գոլը խփեց թիմի նորեկ Մատաս Վարեյկան, նա Fastex Premier League-ի այս մրցաշրջանում 4-րդ հանդիպումն էր անցկացնում ու իր երկրորդ գոլը խփեց։ Այս հաղթանակից հետո Փյունիկը միավորների քանակը հասցրեց 43-ի, երրորդ տեղում է, 6 միավորով է հետ մնում Նոայից, 4 միավորով էլ Ուրարտուից։ Փյունիկի երրորդ գոլը Սերժ Դեբլեն խփեց հանդիպման 41-րդ րոպեին, դիպուկ հարվածով կարողացավ գրավել Տարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում 47-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մեծացրեց առավելությունը, 4-րդ գոլը խփեց եւ Թեմուր Ջիկյան աչքի ընկավ դարպասի գրավմամբ, ֆուտբոլիստ, որը առաջին գոլը խփեց Փյունիկի կազմում, նա ժամանակին Fastex Premier League-ում հանդես էր եկել Ուրարտուի կազմում։ Խաղի 76-րդ րոպեին Միխայել Կովալենկոն գրավեց մրցակցի դարպասը, Փյունիկը արդեն 5-0 հաշվով էր հաղթում, 81-րդ րոպեին Շիրակը կրճատեց հաշվի տարբերությունը եւ Ռոբերտ Դարփինյանը աչքի ընկավ դարպասի գրավմամբ, չկարողացավ Ստանիսլավ Բուչնևը այս դրվագում փրկել իր թիմին, սխալվեցին Փյունիկի պաշտպանները, չհեռացրին գնդակը եւ Բուչնևի պաշտպանած անկյունն էլ գրավեց Ռոբերտ Դարփինյանը։ Հանդիպման վերջին վայրկյաններին էլ Բոպես Ունտուգանայինից հրաշալի արվածով խփեց այս խաղի վերջին գոլը, նա նույնպես իր առաջին գոլը խփեց Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում։ Ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կայացավ Երևանի Ուրարտու ստադիոնում, որտեղ Գանձասարը մոտ էր անակնկալ իրականացնելուն։ Բերտրան Մանին բացեց խաղի հաշիվը հանդիպման 14-րդ րոպեին։ Հաղթում էր Գանձասարը նվազագույն հաշվով, առաջին խաղակեսը Գանձասարի 1-0 հաշվով հաղթանակով էլ ավարտվեց։ Այս մրցաշրջանում Գանձասարը միակն է, որը դեռ հաղթանակ չի տարել, բայց վերջին շրջանում Կարեն Բարսեղյանի թիմը բավական մրցունակ է ու խնդիրներ է ստեղծում շատ ուժեղ թիմերի համար, օրինակ պարտվեց Նոային 0-3 հաշվով, բայց այդ խաղում կարողացավ խնդիրներ առաջարկել մրցակցին։ Այո, կարգով նոան առավելության հասավ, բայց Գանձասարը այդ խաղում առնվազն 1 գոլ խփելու համար հնարավորություններ ստեղծել էր։ Ամեն դեպքում չկարողացան Նոայի դարպասը գրավել Գանձասարի ֆուտբոլիստները, իսկ ահա Ուրարտուին մոտ էին միավորներ խլելուն։ Երկրորդ խաղակեսում վերականգնեց հաշվի հավասարությունը Ուրարտուն, Ժիրայր Մարգարյանը թիմի ավագը աչքի ընկավ դարպասի գրավմամբ 49-րդ րոպեին միանգամից առանց երկար մտածելու արվածեց ու գրավեց մրցակցի դարպասը։ Շատ երկար տանջվեց Ուրարտուն, փորձում էր հաղթանակ կորզել, անդադար գրովում էին Ուրարտուի ֆուտբոլիստները, վտանգավոր պահեր ստեղծեցին եւ հանդիպման 96-րդ րոպեին կարողացան խփել հաղթական գոլը։ Այսպիսի խառը իրավիճակ ստեղծվեց մրցակցի Տուգանային հրապարակում եւ Վլադիսլավ Յակովլևը գրավեց մրցակցի դարպասը, առաջին հանդիպումը անցկացրեց Fastex Premier League-ում ու
հենց առաջին խաղում կարողացավ հաղթական գոլ խփել։ Այս հաղթանակից հետո Ուրարտու միավորների քանակը հասցրեց 47-ի ու երկրորդ տեղում ընդամենը 2 միավորով է մնում Նոայից, բայց նման երկու հանդիպում Ուրարտուի համեմատ քիչ է անցկացրել։ Արարատ Արմենիան Հայաստանի կրկնակի չեմպիոնը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ալաշկերտի դարպասը Մարիուս Նուբիսին խփեց այս հանդիպման առաջին գոլը 33-րդ րոպեին։ Աչքին կավ դարպասի գրավման բավական գեղեցիկ գոլ էր Նուբիսի կողմից։ Առաջին խաղակեսում Արարատ Արմենիան նաև մեծացրեց առավելությունը 40-րդ րոպեին Տենտոն Յենեն մոտ տարածությունից դիպուկ հարվածով գրավեց Վալերիո Մերկատի պաշտպանած դարպասը։ Անկյունային ստանդարտը օգնության հասավ Արարատ Արմենիային։ Նուբիսի հարվածից հետո Վիմերկատին փրկեց դրությունը, բայց ճիշտ դիրքում էր Տենտոն Յենեն կասեցրեց գնդակը եւ շատ ուժեղ հարվածով խոցեց Վիմերկատին։ Երկրորդ խաղակեսում հանդիպման 93-րդ րոպեին նաև 3-0 դարձրեց խաղի հաշիվը Արարատ Արմենիան։ Արմեն Ամբարձումյանի փոխանցումից հետո Մեթյու Գբոմադուն գրավեց Ներցակցի դարպասը 20-ամյա նիգերիացին ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գոլը խփեց նա նաև 2 գոլային փոխանցում է կատարել Արարատ Արմենիան հաղթեց Ալաշկերտին 3-0 հաշվով եւ 4-րդ տեղում է 42 միավորով, իսկ ահա Ալաշկերտը 21 հանդիպումներից հետո հաստատել է 14 միավոր եւ նախավերջին 10-րդ տեղում է 5 միավորով է հետ մնում 9-րդ տեղում անգրվանած Արարատից Astex Premier League-ի Մրցաշարային նահանգստակի ներքևի հատվածում բավական թեժ է պայքարը, Գանդասարը ճիշտ է վերջին տեղում է, Ալաշկերտը, Արարատը եւ Վեստ Արմենիան ձգտում են որքան հնարավոր է այնքան էլ բարձր դիրք զբաղեցնել։ Տուրի վերջին հանդիպումը կայացավ Չարենցավանի քաղաքային ստադիոնում, բանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը առաջին րոպեին արդեն։ Հաշիվը բացվեց Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո դարպասի գրավմամբ։ Աչքին կավ Դավիթ Տերտերյանը, առաջին կեսի վերջում էլ Օկոնկմոն Կրկնապատկեց իր թիմի առավելությունը Վանը 34 միավորով 5-րդն է, Վեստ Արմենիան 20 միավորումի 8-րդ տեղում է։ Այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը, հաջողություն եւ մինչեւ նոր հանդիպում։